Պատկերացրեք ինչքան է իրանց համար, ինչքան անտարբեր են իրանք այս ամենա երևույթի, մեծ երևույթի, որը իրականում մեր պետականության նորից եմ կրկնում, մեր ազգի համար ամենամեծ աղետն էր։ Եվ սրա նկատմամբ այնքան անտարբեր են, որ նույնիսկ ոչ մեկ ոչ ստորագրումը, ոչ մի լրջություն չկա, պատճառը չի կարող այդ ժամանակ լինի արդարացված որևիցե քայլի։ Այսինքն նայեք, նորից եմ կրկնում, ժողովուրդ ջան, սա բոլորիս պահանջն ու դիրքորոշումն է, ստեղ քաղաքական դիվիդենդ հավաքելու համար, ուզում եմ ուղիղ ասեմ ժողովուրդ, նման գործընթաց չեն անում, քաղաքական դիվիդենդ հավաքելու համար գնում են այտենց ոնց որ իրանք հիմա գնում են ռայոնից ռայոն, կուկուռուզ են ուտում, պերաշկի են ուտում, ուրախ ավտոբուս են դնում, եշատ են անում, ինչեր են անում, ուշադրություն գրավելու համար։ Սա քաղաքական դիվիդենդի հետ ընդհանրապես կապ չունի, ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի, սա պահանջ է, հոգուց բխող, բարոյական արժեհամակարգով, սրտից բխող, ի վերջո պետականության ու երկրի համար մտածող, ես նորից եմ կրկնում, ես այս երկրի ակունքներում եմ կանգնել ազատագրման պայքարի, Արցախյան ազատագրական պայքարի մեր անկախության, շատ այն ժամանակ, երբ որ շատ ու շատ այս ԿՊ-ական պատգամավորները դեռ չէին ծնվել, միգուցե եւ ընդդիմադիրներից էլ կան։ Խնդիրը հետեւյալն է ժողովուրդ, մենք ոչ թե քաղաքական դիվիդենդ ենք հավաքում, մենք միացել ենք միասնական այս պայքարին եւ կարողացել ենք այս բարձրաձայնենք բոլորիդ հետաքրքրող հարցերը եւ սա բոլորիդ գործն է, որ միասնական լինենք, բոլոր են քաղաքական ուժերը եւ պայքարող մարդիկ, խնդրում եմ բոլորդ միացեք, որովհետեւ սա մեր միայն խնդիրը չի, բոլորիդ խնդիրն է, սա բարոյական խնդիր է մեր։ Պարոն Գևորգյան, ձեր պայքարը ինչպես եք շարունակելու, այսինքն այս ակցիայից Առաջի հերթին այս ակցիան մենք ներկայացրեցինք, որ սրանից հետո մենք պետք է պահանջենք եւ քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումը, որովհետեւ երկու խմբակցությունները արդեն իրենց դիրքորոշումներն ասել են, բայց դա բավարար չի, պետք է անընդհատ իրենք տարբեր միջոցներով նույնպես բարձրաձայնեն եւ սրան միանալա պետք, ամբողջությամբ միանալա պետք։ Երկրորդը եւ սրանից հետո բխող քայլեր են լինելու, այսինքն մենք սպասում ենք իրենց արձագանքին եւ հիմա ենք սպասում, ոչ թե Էշմիսատկի գարուն կուգա տարբերակով, այլ հիմա ենք մենք սպասում այդ պատասխանին, որից հետո բխող բնականաբար մենք ունենք քայլեր եւ սա հանրային պահանջներն է, սահմանադրական մեր իրավունքների շրջանակներում մենք բնականաբար մեր ինչպես կիմանաք այո, ամբողջը իհարկե ու այս դուք բոլորդ եք լինելու մասնակիցը, որովհետև սա բոլորիս խնդիրն է ժողովուրդ։